Ընկերներս, այսօր մեր դասի թեման Ալեքսանդր Սերգեյ Պուշկինն է, նրա կյանքը և ստեղծագործության ընդհանուր պատկերը։ Մենք գիտենք արդեն մեզ համար նորություն չէ, որ հայ գրականության դասագրքերում զետեղված են մի շատ համաշխարհային մեծություններ, այդ թվում և Պուշկինը։ Քանի որ մենք հիմքը դնում ենք աշակերտակենտրոն ուսուցման վրա, ես անցյալ դասաժամի ամփոփիչ գրավոր աշխատանքի վերլուծությունից հետո ձեզ հանձնարարել էի բրբտել, գտնել նյութեր, որոնք կվերաբերեին ինչպես Պուշկինի կյանքին, այնպես էլ ստեղծագործության ընդհանուր պատկեր ներկայացնող ներկայացնողին։ Հիմա ձեզ հանձնարարված էր ինչպես հարցեր կազմել մեկը մյուսի համար, այնպես էլ ունենալ մի շարք դիդակտիկ նյութեր հեղինակի կյանքի և ստեղծագործությանը վերաբերող։ Ուզում եմ հասկանալ, ունեք դիդակտիկ նյութեր, ինչ ունեք։ Այո, մենք մեր ձեռքտակ դիմանկար։ Լավ, դիմանկարը, կարծում եմ խելամիտ է առաջինը սկսել հենց դիմանկարից, էդիտա, բերել եմ Պուշկինի ստեղծագործությունների բնագիրը և թարգմանությունը։ Շատ ապրես, ինչպես նաև բնականաբար մենք ունենք մեր դասագրքերը, ուրիշ բան, Մարետա, նաև ունենք Պուշկինի ֆոտոալբոմը, որտեղ հավաքագրված են նրա կյանքի և ստեղծագործության կարևորագույն նմուշները։ Ահա, որոշակի փաստեր։ Մեր ձեռքից արկետ է սովական է շատ ավելի լավ ինֆորմացիան և նստում է և ունենա, այսինքն մենք կարող ենք օգտվել այդ հնարավորությունից մերից ձեռքով պատրաստված նյութն անընդհատ ուսումնասիրելու։ Ինչպես ասում են, ավելի լավը մենք անգամ տեսնենք, քան 1000 անգամ լսենք։ Իմ կողմից ես կհավելեմ, որ աշխատանքի վերջում ձեզ տալու եմ գործնական, շատ հետաքրքիր խմբային աշխատանք, սա թող մնա անակնկալ առայժմ, և ինչպես առհասարակ անում ենք, ունենալու ենք գնահատման քարտեր, որ դուք ինքներդ ձեզ գնահատեք, որովհետև շատ կարևոր է, որ ձևավորվի այդ մեխանիզմը, թե ման ինքն իր կատարած աշխատանքին ինչպես է գնահատական տալիս և որքանով է օբյեկտիվ դատում։ Հիմա առանձնացրել եք հարցեր։ Կարծում եմ ավելորդ է չէ նշել, որ պիտի պահենք տրամաբանական շարունակությունը և շղթան, այսինքն չենք կարող անդրադառնալ մի հատ ծննդյանը, մի հատ էլ գնանք հասնենք արդեն ստեղծագործական փառքին և գագաթնակետին։ Ով կսկսի սիրելիներս է։ Մանե։ Կխնդրեմ նշեք, թե որ թվականին և որտեղ է ծնվել ռուս գրականության հանճարեղ բանաստեղծը։ Լավ, պատասխան։ Լուսի։ Ալեքսանդր Սերգեյեվիչ Պուշկինը ծնվել է 1799 թվականի հունիսի 6-ին Մոսկվայում։ Հունիսի 6-ին, իսկ հին տոմարով։ Մայիսի 26-ին։ Լավ։ Մյուս հարցեր, շատ ապրես, Լուսանահիտ։ Ովքեր են եղել նրա առաջին ուսուցիչները։ Ահա, հետաքրքիր հարց է, կարծում եմ անուն ազգանուն չի ուզում Անահիտը, չէ, այսինքն ովքեր էին, որոնք որ, լավ, շատ չբացեմ հարցեր են։ Նրա ուսուցիչները եղել են տնային դայակները, որոնք սովորեցրել են ֆրանսերեն և այլ լեզուներ։ Լավ, ֆրանսերենն այն ժամանակ ֆրանսերենի իմացությունը պարտադիր էր գոնե գերմանկանց համար։ Լավ, մյուս հարցը։ Ինչպիսի ժանրերով էր ստիպում ստեղծագործել Պուշկինը։ Ժանրերին առանձնահատուկ, կար մի ժանր, որ առանձնացնում էր Պուշկինը, այսինքն վաղ մանկական տարիներին, երբ արդեն գրաճանաչեր, առաջինը հենց գրական փորձեր անում էր այդ ժանրում։ Հուշում ձեզ, երգիծական ժանր էր, ինչ էր այդ ժանրի անունը։ Եվա։ Այդ ժանրի անունը էպիգրամ է։ Շատ ապրես, լավ, ուրիշ հարց, Գոհար։ Երբ է ընդունվում Ցարսկե Սելո գյուղի լիցեյը։ Սելո, այսինքն գյուղ, երեխեք, Ցարսկե Սելո գյուղի լիցեյ, լավ, Սոնա։ 1811 թվականին Ալեքսանդր Սերգեյ Պուշկինը ընդունվում է Պետերբուրգի մերձակա Ցարսկոյ Սելո գյուղի հիմնադրված լիցեյը, ուր սովորում է 6 տարի։ 6 տարի, կարող եմ ասել 6 տարի։ Ոչ, սխալ է, չէ, որմիտարտայություն 6 տարի, դա, այսինքն կավարտի 1817 թվականին։ Մի հարց էլ ես տամ, 1817 թվականը ինչով է խորհրդանշվում Պուշկինի ստեղծագործական կյանքում, ինչ ստեղծագործություն է գրում, վերնագիրն ինչ էր, Եվա։ Նրա ստեղծագործության անունը ազատություն էր։ Վերնագիրը ազատություն էր։ Լավ, վերնագրից արդեն մենք միջ առարկայական կապ են մեր մի քիչ պահենք, գանք դեպի հայ գրականություն, ազատություն վերնագրով ինչ ստեղծագործություն ունենք, ով է հեղինակը։ Միքայել Նալբանդյան, շատ ապրես էդիտա։ Լավ, շարունակենք տրամաբանական շղթան պահելով, այլ գրեց ազատություն բանաստեղծությունը։ Ինչ
ինչ եք կարծում, իշխանությունների կողմից ինչպես ընդունվեց սա այս ստեղծագործությունը։ Էլեն, իշխանությունների կողմից սա շատ վատ ընդունվեց, քանի որ Պուշկինը խոսում էր մարդու ազատության և իրավունքների մասին, որն էլ իշխանության կողմից խռովչություն առաջացրեց։ Ոչ թե խռովչություն, տեսեք, ազատության մասին գրող հեղինակը դառնում է մունետիկը, տարածող այդ ազատության, եւ դա խռովք էր առաջացնում ընթերցողների շրջանում։ Գիտեք, հաճախ այդպես է լինում, երբ դու ինչ-որ թմբիրի մեջ ես, կիսաանջատված վիճակում, եւ մեկի խոսքը կարող է քեզ թափեցնել, արթնացնել։ Ահա իշխանությունները վախեցան, որ դա արթնացումի մեծ ալիք կբարձրացնի։ Լավ, եկեք մի քիչ անդրադարձ կատարենք անձնական կյանքին, անձնական կյանքի վերաբերյալ հարցեր չեք գրել, դուք առհասարակ սիրում եք այդ դաշտը։ Անահիտ, Ալեքսանդր Պուշկինը 1831 թվականի հետ ում հետ է ամուսնանում։ 1831 թվականին ում հետ է ամուսնանում։ Եվ արդյոք ամուսնության առաջարկը հենց այդ նույն թվականին է անում։ Ով է հիշում կնոջ անունը։ Թե։ Ուրիշ։ Եվա։ Նա ամուսնանում է Նատալիա Գոնչարյանի հետ։ Ահա, իսկ ամուսնության առաջարկը երբ է անում։ Անահիտ 2 տարի հետո։ դրա 2 տարի։ Դե ամուսնությունից 2 տարի հետո դժվար։ Ամուսնությունից 2 տարի առաջ անում է առաջարկը, միայն համաձայնությունը ստանում է 1831 թվականին։ Ասեմ ձեզ, որ ժամանակի երեխեք գեղեցկուհիներից մեկն էր։ Հետո այս կինը ճակատագրական պիտի դառնար Պուշկինի համար, թե ոչ։ Կարծում եմ հարց այս մասով պիտի ունենանք։ Լավ, ես ձևակերպեմ։ Ինչպես եւ ինչ հանգամանքներում է Պուշկինը գրքում մահկանացում։ Երբ եւ ինչ հանգամանքներում անեն։ Անձնական արժանապատվությանը վիրավորանքի պատճառով հասցրած խնդրի պատճառով դուելի էր հրավիրել Դանտեսին, դուելի կամ հայրենասված մենամարտի էր հրավիրել եւ տվյալ ժամանակահատվածում ստանում է այնպիսի վիրավորում, որից 2 օր անց արդեն գրքում է մահկանացում։ Ասում են կար շշուկներ այդպիսի վարկած, որ իրականում մենամարտի ժամանակ հակառակ կողմը այդքան էլ չէր պահել կանոնները եւ աշխարհը զրկվում է նման մեծ գրողից։ Իհարկե գրողից զրկվում ենք, բայց նրա ստեղծած ժառանգությունը մեզ հետ է կա։ Եկեք անդրադարձ կատարենք ստեղծագործական աշխարհին։ Ինչ ժանրերով է հիմնականում ստեղծագործել Պուշկինը։ Արցախ ժանրեր ունի, օրինակ հեքիաթ։ Ահա, բայց ավելի շատ մենք ասենք բանաստեղծ է, թե արձակագիր է։ Բանաստեղծ է։ Ինչ ժանրեր կթվեք։ Ուզում եմ լսել ես։ Էլեն դրամաներ, վեպեր, պոեմներ, ահա, ուրիշ բանաստեղծություններ, բնականաբար, եւ մի շարք հեքիաթներ է մշակել, ահա։ Մենք որ հեղինակին կնմանեցնենք այն մասով, որ գրեթե բոլոր ժանրերով ստեղծագործել է։ Պարոն Սևակն ասում է, նա իսկական մեծ խանութներից, հանրախանութներից ոնց որ լինի, որտեղ ամեն բաժին կա։ Բանաստեղծություն ունի, պոեմ ունի, բալադներ ունի, հեքիաթներ է մշակել, Հովհաննես Թումանյանն է եղել։ Այս համեմատությունը շատ են անցկացնում, ես առաջին անգամ չեմ խոսում դրանից։ Պուշկինին համեմատում են մեր իրականության մեջ Թումանյանի հետ, որին ասում էինք ամենայն հայոց շատ եք։ Լավ, եկեք մի քանի վերնագիր թվենք, որոնք որ պարտադիր իմացության համար են ստեղծագործություններից։ Լուսի Եվգենի Օնեգին, ռուսերեն կհնչի Եվգենի Օնեգին, հայերեն Եվգենի Օնեգին երեխեք։ Ինչպես օրինակ ասենք Չեխը, բայց հայերեն Չեխով։ Լավ, Անահիտանի աղջիկը, կապիտանի դուստրեն թարգմանում կամ կապիտանի աղջիկը, ուրիշ Սոզոնի եւ Լյուդմիլան, լավ, շատ ապրեք։ Իսկ Մարգարե բանաստեղծության վերնագիրը հանդիպել է ձեզ։ Թարգմանություն ունեք ինչ եք մանեք։ Թարգմանված է Չարենցի կողմից։ Չարենցն է թարգմանել, շատ ապրեք։ Դասագրքում մենք ունենք դրա փոքրիկ օրինակը, տնային հանձնարարություն կստանանք արտադրել մեր գրականության կենտրերում եւ նաեւ վերլուծել, գրավոր կարճ վերլուծություն ունենալ։ Այսպիսի մի հարց։ Բացի Չարենցից, ով է շատ թարգմանել Պուշկինին մեր հայ հեղինակներից։ Թումանյանի ամենահաջող թարգմանություններից մեկը ո՞րն է։ Հողմը մեկով երկինքն առնում, գալարում է բուքը ձյան, մին մանկան պես լաց է լինում, մին ողնում է սերտ գազան։ Ձմեպա իրիկուն ստեղծագործություն երեխեք։ Ես ուզում եմ այսպիսի հարց տալցես, այլ ասում եք թարգմանել են։ Ինչ եք կարծում, թարգմանությունը հեշտ պրոցես է։
վստահ եմ ռուսերենից անցել եք։ Կկոչվի «Я вас любил» կամ որ հիշում է բնագրայի տարբերակը։ Эти так խնդրենք մեզ համար արտասանես։ Я вас любил. Любовь еще, быть может, в душе моей угасла не совсем. Но пусть она вас больше не тревожит. Я не хочу печалить вас ничем. Я вас любил. Я вас любил так безмолвно, безнадежно. Так. Я вас любил безмолвно, безнадежно, то робостью, то ревностью твоей. Я вас любил так искренне, так нежно, как дай вам Бог любить другим. Վստահ եմ, որ ռուսերենից անցել եք արդեն, ահա միջարարքայական կապը պահելով ապեկարչքներ։ Ես ձեզ համար ունեմ հետևյալ հանձնարարությունը։ Ձեզ հիմա կբաժանեմ A4 ֆորմատի թերթիկներ, ինչպես նաև ստեղծագործության բնագրերը, գրիչներով զինվեք։ Ձեզ կտրվի ժամանակ, կարող եք աշխատել նաև 2 կամ 3 հոգանոց խմբերով ձեր նախաձեռնությամբ, կարծում եմ, որ կողքը նստած է, մանավանդ որ աշխատելու խնդիր որևէ մեկս չունի։ Կփորձենք ստանալ «Я вас любил» ստեղծագործության թարգմանությունը։ Վերջում իմի կբերենք այս ամեն ինչը եւ կունենանք մեկ ամբողջական տարբերակ։ Լավ, հարցեր ունեք։ Դե ուրեմն իգործ։ Բնակվել է ձեզ, մի հատանքերի է ձեզ։ Այսպես, անայջան A4 ֆորմատի վերբաժանի աչքների մի հատանք, այս կողմից մոտեցի, ահա, A4 ֆորմատի թղթերով, դե իգործ, փորձում ենք թարգմանել, պահում ենք ոգին, հիշում եք, որ թարգմանությունը կարելի անել կամ բառային, այսինքն միանգամից բառն եք թարգմանում, թույլ տա օգտվեք հեռախոսներից, թե ոչ։ Կուզեք միակ փորձենք առանց հեռախոսների, հետո արդեն կդիմենք նաև, բայց ոչ արհեստական բանականությանը լավ, ասեմ ձեզ արհեստական բանականությունը այս մասով ձեզ մեծապես օգնող չի կարող դառնալ։ Դե իգործ, փորձենք ստանալ թարգմանության օրինակ։ Робостью. То робостью, то ревностью, там ինչպես է փաստում, то робостի ինչն է։ Կոշտություն։ Հա։ Ինչ է փաստում։ Հարգանք, ակնոցան, սիրունները, робостью, ревностью, ակնոցանքով, խանդով, հա, նանջված, տամիմ չէ։ Ուզում եք վերջին լողի համար ձեզ հետաքրքիր տարբերակ առաջարկեմ։ Այս որ ասում եք ակտայբան Бог любил и быть другим, կարող եք դրել աստված շնորհի մեկ ուրիշից այդպես շնորհի դրեք, ոչ թե դրեք տալ, մի քիչ ավելի հասարակ է ստացվում, բայց շատ արհեստական բառերով էլ չլցնեք, էլի։ Լավ։ Ահա, բավական աշխատանք տանելուց հետո մենք ունեցել ենք վերջնական տարբերակը, որը Սեդա կներկայացնի մեզ։ Սեդա։ Մեզ առաջարկվող տարբերակներից մենք իմի բերեցինք այս տարբերակը եւ հիմա ունենք սա։ Առաջարկվող կներես Սեդա, նկատի ունեք հավաքել ենք աշակերտների, չէ, մեկից մի բառ, մեկից մի նախադասություն։ Մանեից օրինակ ակնածան բառավերցրի։ Լավ։ Ես ձեզ սիրել եմ։ Ես ձեզ սիրել եմ։ Գուցե հիմա սերս իսպար չի մարել, բայց թող այլևս այն չստիպի ձեզ հուզվել։ Տխրեցնել ոչ մի բանով չեմ ցանկացել։ Սիրել եմ ձեզ անհույս ու լուր, ակնածանքով, խանդից տանջված, այնքան անկեղծ ու այնքան նուրբ եմ ձեզ սիրել, Աստված շնորհի մեկ ուրիշից այդպես սիրվել։ Շատ ապրեք, կարծում եք հաջողված է մեր թարգմանությունը, շատ գեղեցիկ է։ 16 հոգանոց դասարանից այս պահին ներկա էին 14 հոգի, 2 բացակա ունենք, գրեթե բոլորիս ներկայությունն ապահովել ենք և մասնակցությունն ապահովել ենք, բայց ես հիմա ձեզ տալու եմ գնահատման քարտեր, դուք ուղղակի մաքսիմալ օբյեկտիվությունը պահելով, ռեալ ինքներդ ձեզ գնահատական կդնեք, ձեզանից պահանջվում է, ունենք մասնակցություն, թարգմանություն և վերլուծություն, որքանով եք մասնակցել, ակտիվ եղել։ Տեսեք, ռուբրիկը ներկայացված է գնահատման
սանդղակը հետևյալ կերպ է։ 3 միավոր եթե ակտիվ եք եղել, թարգմանության դեպքում ճիշտ եւ ստեղծագործ եք մոտեցել, վերլուծության պարագայում խորքային է եղել վերլուծությունը։ 2 միավոր միջին մակարդակն է, մասամբ ճիշտ եք եղել եւ մակերեսային, 1 միավորը պասիվ եք եղել, սխալ եք թարգմանել կամ չկա խորքային վերլուծություն եւ առհասարակ վերլուծություն չենք արել։ Բաց է։ Յուրաքանչյուրը ուղղակի ընտրեք համապատասխան միավորը, ես կհավաքագրեմ, արդյունքում կունենանք նաեւ ձևավորող գնահատում։ Սա կանենք կամ փոխենք, տնային հանձնարարություն էինք ստացել մարգարե բանաստեղծությունը արտագրել ունենալ գրականության տետրերում եւ գրել կարճ, փոքրիկ, վերլուծական շարադրություն։ Հարցեր ունենք։ Չէ՞, իգոր ծաղջիկներս գնահատումն անում ենք, թերթիկները հանձնում ենք ինձ։ Այսքանը։